Հարգելի գործընկերներ, սիրելի երևանցիներ, թեմայի շուրջ աղբանության եւ սահմաքրման արտոնությունների մասին։ Տեսեք, փորձում եմ ներկայացնել, որ իբրև սխալ ենք պլանավորում, որոշում ենք կայացնում, հետո սկսում ենք արտոնություններ կիրառել։ Ընդ որում սա արվում է բոլոր նախագծերի շուրջ։ Բայց փորձեմ բացատրել, մեխանիզմը գործում հետևյալ կերպ։ Տուրքերը, հարկերը սահմանվում են դեկտեմբեր ամսին, հետո կիրառվում են արտոնությունները։ Այսինքն արտոնությունները, ինչպես փորձում են մեր ընդդիմադիր գործընկերները ներկայացնել, դրանք լավություն չենք ծախում։ Դա գործող մեխանիզմի անբաժանելի մասն է։ Մենք դեկտեմբերին սահմաքրման անցման այս մեխանիզմի անցման ժամանակ արդեն իսկ գիտեինք ուր ենք գնալու, ինչ ճանապարհով։ Հիմա անցումային շրջան է։ Պետք է նոր տվյալներ մուտքագրվի, արդեն պարոն Հովհաննիսյանը նոր ներկայացրեց, արդեն իսկ ունենք 5 համակարգ վճարումը կատարելու համար։ Շուտով կինտեգրվեն մնացած առևտրային բանկերը։ Ու շատ լավ հասկանալով, որ այս process-ի ընթացքում լինելու են մարդիկ, ովքեր կսպասեն պարզապես, որ կարգավորվի նոր, կցանկանան չեն կարողանա, կամ չգիտեմ, դիտավորյալ հակառակ հայացք ունենալով չեն վճարի, նրա մարդկանց համար բնականon մեխանիզմը տուգանք է հաշվարկելու, եւ մենք ի սկզբանե ունենք որոշում, որ այդ տուգանքները չպիտի կիրառվեն։ Հիմա ընդհանրապես դրա մասին բարձրաձայնում ենք, ոչ այլ ինչ։ Հիմա, հարգելի գործընկերներ, քանի որ երևույթին որպես այդպիսին, որ ժողովուրդը տուգանքի մատերիալ չէ, կողմ եք, կոչ եմ անում մեր ընդդիմադիր գործընկերներին այս նախագծին կողմ քվեարկել։ Ինչ դրա անբանությամբ, ոչ թե դրա համար, որ մենք լավ ենք կամ վատ ենք պլանավորել, ես եմ այստեղից նենգաբար ստում, թե ի սկզբանե ունեցել ենք մենք այս որոշումը։ Եթե դուք կողմ եք այդ երևույթին, որ մինչև հուլիս ամիս չհաշվարկվի տուգանքները եւ մարդիկ հանգիստ ինտեգրվեն այս նոր վճարման համակարգին ու վճարումները կատարեն, եկեք այդ որոշումը միաձայն ընդունենք ու չկիրառենք ոչ մի տուգանք։ Թերևս նախագծի մասով այսքանը, մնացածին կանդրադառնամ ելույթով, շնորհակալ եմ։